Լևոն Վասիլյանը ԼԳՏԲ-ի ջատալայ։ Բա ինքը չէր ասում, Բայց Գյումրիում ահագին ավելի վատ չէ։ Ես ասեմ, որ Երևանի վրա դա սրբություն է։ Հիմա որ այդպիսի մեկը տնի ԼԳՏԲ-ի հետ կապված, հավանական է Երևանում խայդարակ կլինենք։ Լավ որ 2000-3000 հոգի ինչքան է տարը, 2-3000։ Հավանական է 2-3000-ից էլ ոչ թե այդքանը ԼԳՏԲ-ի բաներ են, հասկացար, ես գիտեմ, որ այնտեղ էլ որոշակի մարդիկ կան, որ եվրոպական այդ բաները սիրում են, եվրոպական օրենքը, կյանքը կան, բայց իհարկե այնտեղ էլ կան եւ բողոքականներ եւ ԼԳՏԲ-ի ներկայացուցիչներ, ես գիտեմ, որ Գյումրիում շատ քիչ են։ Դրա համար մենք ուրախ ենք ու պարզենում ենք դրանից, որ այստեղ շատ քիչ են նմանատիպ մարդիկ։ Տեսեք, դուք ասում եք, որ մենք սխալ ենք արել, չեմ վիճակում այդ հետո առանձին կխոսենք, դա չդառնա տեսանյութի մաս, բայց նրանք իրենց չափից ավել ազատ եւ ինքնավստահ էին զգում։ Դա էլ եմ կողմնակից։ Մի տեսակ դոմինանտություն են փորձում դրսևորել եւ դրանով ինչ որ մեսիջներ ան։ Դա ինչ որ մի ժամը միջև։ Դրանից հետո այդ բոլորը միանգամից հարբեցին, իրենց կորցին, տրամադրություններն ընկավ։ Հիմա իմ գործընկերոջ հարցը հենց դա է։ Այսինքն նրանք կշարունակեն ապագայում այդպես ազատորեն։ Չեն կարող։ Հանգիստեղի չեն կարող։ Այդպիսի բան էս քաղաքը, սա հայրաքաղաքն է։ Այստեղ ոչ ոք իրեն այդպես արդոնյալ, ուրեմն մեր թվարկությունից առաջ եւ մեր թվարկությունից հետո ոչ ոք իրան այդպես չի կարող վայ, սա Գյումրին է, դուք լավ չգիտեք գյումրեցիներին։ Այստեղ մեկն էլ չկա, որ գիտես, ասի դե ես սամի եմ։ Կարող է հասարակ տղաերն ինձ բանանի, որ զարմանան ասեն, ես ինչ արեց այս տղան։ Գյումրեցիները այդպես են։ Տեսեք, բանակում այն աշխուժ տեղերը, բոլոր տեղերը լենականցիներին բան են ասում, ուրիշ ձև են ասում։ Իրանք միշտ ուրիշ ձև են իրանց պահել։ Հասկացար։ Աուսարսափ չեմ, ես Գյումրիի եղբայրն եմ, հարազատն եմ, լավ անձնավորություններից մեկն եմ։ Որ ԼԳԲՏ-ն ուզենա շքեր տանի, որտեղ չի կարա, միանշանակ չի կարա անի հանգիստ տեղի։ Այդտեղ ես պատասխան կտամ անձամբ։ Դուք էլ եթե սիրում եք, որ դուք էլ եթե զզվում եք ԼԳՏԲ-ից, եկեք կողքս կանգնեք, դուք տեսեք ես ինչ կանեմ ԼԳՏԲ-ի գլխին։ Ու մի բան եմ ասում, եթե հայոց եկեղեցին հանկարծ մի հատ Եվրոպայի պես միասեռականներին ամուսնություն անի, ես բարձրաձայն ասում եմ, ուրեմն եկեղեցու մեջ կգնդակահարեմ այդ քահանային, բարձրաձայն ասում եմ, եթե հանկարծ այդպեսի բան անի, ու այսպես էլ կհանձնվեմ, չեմ դե տարեք ինձ տադեք, ասա։ Դուք ասում եք, որ արտոնյալներ չեն կարող լինել, այս չեն կարող լինել, բայց տարիներ շարունակ այդ արտոնյալի կարգավիճակ ունենալ այդ ամենաթողությունը դուք էլ գիտեք, որ կապվել է ձեր ազգականների հետ, որ Վարդան Ղուկասյանը կրակեց բացարձակ սուդ է, ձեր սարկածն է, այդպես եք ուզում ներկայացնել։ Ուրեմն նայ, ես այնպեսի բնավորություն, ուրեմն մենք այնպեսի մենք բնավորություն ունենք, որ լավի բացի նմանատիպ մարդիկ, թեկուզի ամենամոտիկս լինի, առաջի անպատվողը, առաջի դրանց պատժողը մենք ենք լինելու, հիշի, դա իմ հորից եկել է, մեր պապերից եկել է, մենք այդպես ապրում ենք, և դրա համար մեզ հարկում են, ոչ թե վախենում են, մեզ հարկում են, հասկացար Նարեկ, Շեկոյի քավոր հարուտի վրա կրակել, ոչինչ, Շեկոյի քավոր հարուտի վրա կրակել, ուրեմն դրա վերաբերյալ համապատասխան դատավարություն եղել է, ուրեմն մարդիկ հիմա դատապարտված են և իրենց համապ ամեն ինչը կա, ամեն ինչը հեռուստատեսությամբ 1000 անգամ ցույց տրված է եղել, ամեն ինչ եղած է։ Ես դրան չեմ ուզում հիմա անդրադառնալ, հասկանալի է, եւ չեմ էլ ուզում դրա ինչ որ նորից մեկնաբանություններ անել 12 տարի հետո։ Դրանք արդեն ավելնորդ բաներ է, քեզ էլ խորհուրդ կտամ, այդպիսի բան տեղերը մի մտի, դա չի կարելի։ Երբ որ առանձին կաս, ես քեզ կասեմ մի երկու բառ կհասկանաս։